Բերլինի Սուրբ Ծննդյան տոնավաճառի վրա հարձակում կատարած կասկածյալը Անիս Ամրին սպանվել է։ Նա սպանվել է այսօրվա վաղ ժամերին Իտալիայի հյուսիսում Միլանի արվարձանում։ Լուրը հրապարակվելուց քիչ անց Իտալիայի ոստիկանապետը Մարկո Մինիտին մամուլի ասուլիսում հայտարարեց, թե որևէ կասկած չկա, որ սպանվածը նա է։ Այսօրվա վաղ ժամերին ժամը 3-ի սահմաններում Իտալիայի ոստիկանները, 2 ոստիկան, սովորական ծառայություն կատարելու ընթացքում Սան Ջիովանի կայարանի մոտ կանգնեցրել են նրան փաստաթղթերը ստուգելու նպատակով։ Սակայն նա ատրճանակ է հանել, կրակ է բացել, վիրավորել ոստիկաններից մեկին, ոստիկանների պատասխան կրակոցներից նա սպանվել է։ Մարկո Մինիտին ասել է, որ նրան 2 երիտասարդ ոստիկաններ են կանգնեցրել, ոստիկաններից մեկը նոր է ծառայության անցնում, նույնիսկ դեռ փորձնական շրջանում էր գտնվում։ Reuters-ը հաղորդում է, որ նրա ինքնությունը հաստատվել է ստուգելով մատնահետքերը։ Նրա մատնահետքերը հայտնաբերվել էր Բերլինի բեռնատար մեքենայի խցիկում։ Ծագումով թունիսցի 24-ամյա Անիս Ամրին մինչ 2015-ին Գերմանիա տեղափոխվել է, մի քանի տարի ապրել էր Իտալիայում։ Reuters-ը հաղորդում է, որ նրա գրպանում արագընթաց գնացքի տոմս է հայտնաբերվել Ֆրանսիայից մինչև Իտալիայի Թուրին քաղաքը։ Իսկ Թուրինից մեկ ուրիշ տեղական երթուղիներ կատարող գնացքով նա եկել էր Միլանի արվարձանի այդ կայարանը։ Ըստ Reuters-ի աղբյուրների, Իտալիայի ոստիկանությունը հնարավոր է որոշ ինֆորմացիա էր ստացել, որ Ամրին կարող է գտնվել այդ շրջակայքում, այդ վայրում։ Իտալիայի ոստիկանապետը մամուլի ասուլիսում ասել է, որ հետաքննության ընթացքի մեջ է, կարող են լինել նոր զարգացումներ։ Դեկտեմբերի 19-ի երեկոյան ծանր բեռնատարը մխրճվեց Բերլինի կենտրոնում Սուրբ Ծննդյան տոնավաճառում հավաքված մարդկանց մեջ, հարձակման հետևանքով 12 մարդ էր մահացել, մոտավորապես 5 տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։ Գերմանիայի իշխանությունները հարձակումը ահաբեկչական գործողություն գնահատեցին։ Իսլամական պետության ահաբեկչական խմբավորումը ստանձնել էր հարձակման պատասխանատվությունը, հայտարարելով, թե գործողության հեղինակը իրենց զինվորներից մեկն է։ Հարձակումից անմիջապես հետո Գերմանիայի անվտանգության ուժերը մի պակիստանցու էին ձերբակալել, սակայն արագ պարզվեց, որ նա անմեղ է, նրան ազատ արձակեցին, ավելի ուշ հայտարարվեց, որ կասկածյալը թունիսցի Անիս Ամրին է եւ հետախուզում հայտարարվեց։